Ողջույն, ես Նինա Կարապետյանցն եմ։ Ես 25 տարի զբաղվել եմ իրավապաշտպանությամբ։ Արել եմ դա հանուն արդարության, հանուն արդարադատության։ Ցավոք մեր համակարգային խնդիրները հնարավորություն չեն տալիս հասնել որևէ արդյունքի։ Եվ սա է պատճառը, որ ես որոշել եմ զբաղվել քաղաքականությամբ։ Այն ինչ որ մենք զբաղվելու ենք նժար սահմանադրական շարժման շրջանակներում եւ մեզ միացած բոլոր առողջ ուժերի հետ միասին համատեղ լինելու է հանուն արդարության, արդարադատության, ազատության եւ հանուն խաղաղության։ Համակարգային խնդիրները հնարավոր է լուծել միայն համակարգային մոտեցումներով։ Հետևաբար բոլոր լուծումները պիտի լինեն մտածված, ինստիտուցիոնալ եւ ներառեն մեզանից յուրաքանչյուրին։ Սա նշանակում է, որ մեր առաջարկները հենց այդպես էլ ձևակերպվել են։ Մենք առաջարկում ենք կառավարման մոդելի փոփոխություն, որի պայմաններում որևէ մեկ անձ այլևս երբեք հնարավորություն չի ունենալու զավթել ամբողջ իշխանությունը, այլևս որևիցե մեկը հնարավորություն չի ունենալու իր ցանկությամբ, իր նախասիրությամբ քրեական գործեր հարուցել, հետապնդել մարդկանց, ում հետ իրենք համաձայն չեն, հնարավորություն չի ունենալու ազդել դատարանների վրա, դատախազության վրա եւ յուրաքանչյուր մարմին աշխատելու է իր լիազորությունների շրջանակներում։ Մենք առաջարկում ենք համապարփակ անվտանգային համակարգի ներդրում, որի պայմաններում յուրաքանչյուրը կիմանա իր տեղն ու դերը եւ իր պարտականությունները ճգնաժամային իրավիճակներում։ Սա չի վերաբերվում միայն արտաքին վտանգներին, սա վերաբերվում է նաև այն իրավիճակներին, որին մենք կարող ենք բախվել եւ ցավոք սրտի բախվել ենք տարբեր ժամանակներում՝ երկրաշարժներ, ջրհեղեղներ եւ մնացած բոլոր պայմաններ։ Սա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը հստակ գիտակցելու է եւ տեղեկացված է լինելու իրենց գործառույթների մասին։ Մենք առաջարկում ենք թվային պետություն, որի պայմաններում հնարավոր կլինի կանխել կոռուպցիան, դրամոլությունը, խաղամոլությունը եւ ելի բազմաթիվ խնդիրներ լուծել։ Սա հնարավորություն կտա արագ զարգանալ եւ կախվածություն չունենալ այլ երկրներից։ Տարիներ շարունակ հնչել է շատ տրամաբանական հարց, ինչպես դուրս գալ այս իրավիճակից։ Այս իրավիճակը ունի իսկապես լուծում։ Բոլոր առողջ ուժերը, բոլոր առողջ անհատները, ովքեր իսկապես կարևորում են արժանապատվությունը, արդարությունը, նժար սահմանադրական շարժումը կոչ է անում բոլոր առողջ ուժերին եւ անհատներին միանալ մեր շարժմանը, չափազանց կարևոր է, որ այս շարժմանը միանան հատկապես կանայք, որովհետև դուք մայր եք, դուք տատիկ եք, դուք քույր եք, դուք գիտեք, թե մենք ինչ ենք վերապրել վերջին տարիներին, դուք գիտեք, ինչ կարևոր դերակատարություն կարող է ունենալ կինը, եւ կարևորելով հենց կնոջ դերը, թե ընտանիքում, թե նաև քաղաքականության մեջ, հատկապես քաղաքականության մեջ, որտեղ որոշումներ են կայացվում, դուք չեք կարող անմասն մնալ եւ անտարբեր լինել ձեր երեխաների ապագայի հետ կապված։ Դա է պատճառը, որ ես ինքս ինձ վրա վերցրել եմ այդպիսի պատասխանատվություն եւ ձեզ էլ կոչ եմ անում բոլոր առողջ մտածող մարդկանց, թե կանանց, թե տղամարդկանց, հատկապես երիտասարդներին, ինչու ոչ նաև ավակ սերունդին, որը որ շատ դժվար ճանապարհ է անցել եւ դուք գիտեք, թե մենք ինչ դժվարություններ ենք կրել հանուն նրա, որ ունենանք պետականություն։ Այսօր կամ ավելի շուտ 26 թվականի ընտրությունները դրա հնարավորությունը իսկապես տալիս են։ Միացեք, եղեք մեզ հետ մեր կողքին եւ մենք կհաղթենք։ Վերջին 34 տարիների ընթացքում արվեց ամեն ինչ, որպեսզի արժեզրկվի այն ամենը կարևորը, ինչը ունեցել են հայերը, հայությունը, հայաստանցիները։ Սա անթույլատրելի էր։ Մեզ սովորեցնում են, որ ամենաանբարոյականությունը այլևս կարելի է բարոյական համարել։ Մեզ սովորեցնում են, որ ամենաանարժեքը, մերժելին այլևս նորմա է դառնալու։ Այդպես չի կարող լինել։ Մենք չենք կարող հրաժարվել մեր արժեքներից, մենք չենք կարող դադար տալ, մենք պետք է շարժվենք առաջ եւ այդ շարժվելը դեպի առաջ պիտի հիմնված լինի բացառապես միայն արժեքների, արժեհամակարգի վրա։ Չկա ավելի լավ միտք, քան արժեքների վրա հենված գաղափար, քան արժեքների վրա միավորված թիմեր, մարդիկ, անհատներ, խմբեր, որոնք որ գալու են հաղթելու 2026 թվականին հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն յուրաքանչյուր մարդու, հանուն յուրաքանչյուր հայի, այնպես որ ասում ենք ձեզ